Դե այդ եմ ասում, ես օրինակ մի քիչ ավելի շատ կուզեի ինֆորմացիա ունենալ եւ կոնֆիդենցիալ ինֆորմացիա ունենալ գնահատելու համար Փաշինյանի հայտարարությունը Իրանի հետ կապված էլի այդ իր աջակցությունը որ հայտնեց, բայց մակերեսային ինֆորմացիայի վրա հիմնվելով շատ ճիշտ արեց, շատ ճիշտ արեց եւ լավ կլինի որ ավելի հաճախ ինքը դա հայտարարի, որովհետեւ իմ այլ եմ ասում մակերեսային ինֆորմացիայի վրա հիմնված։ Հետո ստեղ ուրիշ բաներ էլ կան, սա այն դեպքն է, որտեղ որ բախվում են Թուրքիան եւ Ադրբեջանի շահերը Իրանի հարցում։ Մենք պետք է կարողանանք դրա վրա խաղալ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի մեջ մեզ համար ավելի եւ վտանգավոր եւ ավելի հեշտ միևնույն ժամանակ մրցակից թշնամի Ադրբեջանն է բնականաբար։ Ու մեր բախտից է գալիս, որ Թուրքիան Իսրայելի հետ գոնե առերևույթ ունի վատ հարաբերություններ եւ ստիպված է ստանձնել մուսուլման աշխարհի այդ պաշտպանի դերը, չէ, ինքը մտենց գազայի ժողովուրդ բանն իհարկե բան չի անում դրա համար, բայց գոնե հայտարարությունների մակարդակով, այսինքն միջազգային իմիջի մակարդակով ինքը դա անում է։ Հիմա մենք ստեղ ունենք հնարավորություն ինչ որ մեր մասով, մեր չափով մի քիչ ավելի խելացի, ավելի խորամանկ, եկեղեցական խոսքով խորագետ լինելու համար, դրանք իհարկե նաև մի քիչ տարբերություններ ունեն, որոշ սեփ մտցնենք Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև։ Դա հնարավոր է։ Մենք հիշում ենք, որ մենք ունեցել ենք Արցախյան առաջին պատերազմ, որտեղ որ Թուրքիան Ադրբեջանին այն օգնությունը չէր ցուցաբերում, որը որ ինքը ցուցաբերում էր այս անգամ։ Ինչի է տենց եղել, որովհետև այդ մարդիկ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի մասին է խոսքը աշխատել են Թուրքիայի հետ մեկ ազգ երկու պետություն լինելու գաղափարի վրա։ Եվ թուրքական ամբողջ հասարակությունը Ադրբեջան, մենք եղբայր ենք, մենք իրար ենք բան։ Հիմա հարցը կա առաջ եկած, որտեղ որ բախվում են իրանց շահերը։ Մենք պետքա կարողանանք այնպիսի լոբի տանել, որտեղ որ թուրքական հասարակության աչքերում Ադրբեջանը կլինի վատը։ Շատ վատ պետություն, որը որ սիոնիստական ռեժիմին է աջակցում, որոնք որ մուսուլման եղբայրներին են ոչնչացնում Գազայի հատվածում։ Տեսել եք Գազան մինչև այս ռմբակոծությունները Իսրայելի եւ դրանից հետո ծաղկում գեղեցիկ մեգապոլիսը ինչի է վերածվել։ Շատ վատ ու սա պետքա անընդհատ թույլ տեղն է Ադրբեջանի սա։ Սա այն տեղն է, որտեղ որ ինքը չի կարողանում Թուրքիայի աջակցությունը ստանալ։ Գոնե էլի եմ ասում պրոտոկոլային մակարդակով։ Մենք պետքա սրա վրա շատ մեծ շեշտ տնենք։ Այս հակամարտությունը ինչքան որ վտանգավոր է եւ վատ է ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ մեր համար, այնքան էլ լավ է։ Սա հնարավորություն է։ Ցանկացած փոփոխություն պետքա նայվի որպես հնարավորություն։ Եթե մեր միջազգային հարաբերությունների շրջանավարտները հիմա զբաղեցնում են, ես հուսամ որ զբաղեցնում են, ես իմ կուրսոցներից ճիշտ ասած ոչ մեկին հələ որ չեմ տեսնում, ասենք այդ արտաքին գործերի նախարարության ինչ-որ գործառույթներում չեմ ճանաչում ոչ մեկին, որ հիմա այնտեղ աշխատում են, թե ովքեր են այնտեղ աշխատում, աստվածտա թող ավելի լավը լինեն, քան իմ կուրսեցիներն են եղել օրինակի համար։ Ավելի լավ մասնագետներ նկատի ունեմ, էլի։ Էսի հենց մասնագիտական բան է, հենց այս պետքա լուրջ անալիտիկական մեծ ինստիտուտներ ստեղծել արագ նմանատիպ իրավիճակներում արձագանքելու համար։ Այս փոփոխությունները մեզ պետք են, լավ է որ լինում են իրանք, որտեղ ստատուս քվոն մեզ ձեռ չի տալիս, չէ՞։ Իսկ որտեղ է մնում այդ բանակի պատրաստվածությունը, ամեն դեպքում կա դրա անհրաժեշտությունը։ Իհարկե, միշտ կա բանակի անհրաժեշտությունը, միշտ կա, ոնց հիմա նայում ես 1.600.000 քառակուսի կիլոմետր տարածք ունի Իրանը, 80 միլիոն բնակչություն։ Առաջ հայացքից դա գրավելու համար ինչքան շատ դժվար բան կան։ Այսքան փոքրիկ Իսրայելը տեսնում եք ինչ է անում։ Հավասարի, եթե Իսրայելը մենակ չէ։ Իսկ եթե հենց հիմա մենակ մնա, ինչ եք կարծում, չի դիմադրի Իրանին։ Կարծում եք որ կարողանա։ Ինքը կպայքարի եւ եթե նույնիսկ Իրանը հասնի վերջնական կապիտուլյացիայի Իսրայելի, այնքան ինքը կթուլանա, որ ասենք Պակիստանը, որը որոշ խնդիրներ ունի, Ադրբեջանը, որը խնդիրներ ունի Իրանի հետ եւ շատ մեծ հաճույքով հյուսիսային ամբողջ Իրանը կմիացներ իր պետությանը, իրանք չեն կարող իրենց թույլ տան նման ճոխություն։ Այսինքն ինչա թե այն մյուս թշնամուն մինչև վերջ սպառեն, իրենք իրենց էլ սպառեն թեկուզ 80%-ով կամ 60%-ով, դա խելացի չի առնվազն, դա տաք գլխություն է, որը որ լուրջ պետությունները, որտեղ մեծ ինստիտուտներ են աշխատում իրենց քաղաքականությունը մշակելու վրա եւ արտաքին եւ ներքին, իրենք նման բան երբեք թույլ չեն տա։ Հիմա ով է զսպում Ադրբեջանին կամ Թուրքիային մեր հանդեպ գործողություններ կատարելու համար։ Դուք ասում եք մենք պետք է առիթից օգտվենք, իսկ իրենք իրենց հաշվարկները չունեն մեր մասով։
բնականաբար ունեն։ Իրանք էլ հիմա փորձում են այդ մանևրը կատարել, բայց հիմա պատկերացրեք Ադրբեջանը հիմա փորձի Հայաստանի վրա հարձակվել։ Այս պայդրությամբ ես կարծում եմ, որ սխալ կլինի իր կողմից, որովհետև աջակցություն ստանալ Իսրայելից չի ստացվի այս պահին։ Չէ՞։ Չէ՞ որ Իսրայելը այս պահին զբաղված է շատ ավելի լուրջ հարցեր լուծելով։ Այս պահին ինքը մաքսիմում կարող է ինչ որ գլխացավանք ստեղծի հենց նույն Իրանի համար, զուտ այդ իմաստով։ Այսինքն դա Ադրբեջանի ժամը չէ հիմա այս պայդրությամբ։ Կարծում եմ մի քիչ շուտ է իրանց համար։ Ես չեմ ուզի ասեմ, չգիտեմ, նենց իրանք ինձ պետք է լսեն, որ իրանց գործողությունները կոորդինացնեն ըստ դրա։ Դե վերլուծում են իրավիճակը։ Ես կարծում եմ, որ իրանց համար մի քիչ շուտ է։ Նախ իրանց բանակը այդքան էլ ուժեղ բանակ չի։ Եվ եթե մենք կռվող լինեինք մինչև վերջ, դեռևս 20 թվականին, երբ որ իրանք իրանց հզորության բարձրակետում էին գտնվում, պիկի վրա, մենք նույնիսկ այն ժամանակ հնարավորություն կունենայինք ֆիքսել որոշակի ստատուս քվո։ Ես ձեր ստուդիայի հետ չեմ սխալվում, էլի մի անգամ ասել եմ, որ եթե ես լինեի ղեկավարը մեր երկրի այդ ժամանակ, ես Ստեփանակերտ փրկելու համար դեռևս 23 թվականի սեպտեմբերը չէր եղել, դեռևս չէր հայաթափվել Արցախը։ Ես դեռ այն ժամանակ ասում եմ, որ նպատակահարմարությունը չեմ հասկանում։ Ստեփանակերտը պահելու համար համաձայնվել հանձնել Լաչինը եւ Խարվաճարը։ Դա անտրամաբանական է, որովհետեւ դու չես հանձնում այդ տարածքները մի երկրի, որի հետ հեսա կպայմանավորվես։ Շատ միամտություն է։ Իրանք դեռևս շատ երկար ժամանակ լինելու են մեր թշնամին, նույնիսկ եթե մենք հիմա ստորագրենք հաշտության պայմանագիր։ Այս դեպքում մեզ պետք է հնարավորինս ավելի ամրացված, ավելի ուժեղ դիրքեր ունենալ իրանց ամբողջ ճակատով։ Ստեփանակերտը, որ ափի մեջ է գտնվում նրա, ով տիրապետում է Շուշիին, ոնց պիտի մենք պահենք, եթե պատերազմը սկսվեր։ Ոնց ենք պահելու։ Այս հարցը ես էլ եմ ասում, 4-5 տարի առաջ էր, եւ ժամանակ էլ եմ ինքս ինձ տալիս եմ ու պատասխանը չեմ գտնել, չեմ հասկանում ոնց կարող է Նիկոլ Փաշինյանի շրջապատում գոնե մի հոգի չգտնվեր, ասել եղբայր ջան, ինչի համար ես դու սա անում։ Այսինքն Ստեփանակերտը պահելու համար 30,000 զինվոր շրջափակումից փրկելու համար համաձայնում ենք ստորագրել մի փաստաթուղթ, որով այդ նույն զինվորների եւ իրանց ընտանիքների ապագա 2-3 տարվա հայտոյվա անվտանգությունը դնում ես ոչ թե հարցականի, դա կան կոնկրետ խաչ ես քաշում, որ անհնար է չի լինելու։ Հենց Ադրբեջանը երբ կարողանա միշտ հարցակվելու, միշտ փորձելով մի բան մեզանից կորզի, ճանկի, անպայման ով չի հասկանում դա, ինքը ընդհանրապես գործ չունի պետական ապարատի հետ։ Նույնիսկ սենց միկրոֆոններ տրամադրել ձեզ եւ ձեր գոլեգաներին կխնդրեմ այն մարդկանց, որոնք չեն հասկանում, ասենք այդ պացիֆիստ են իրանք, ես չգիտեմ իրանք ինչ են իրանք մտածում, երբ որ կարծում են, որ հեսա մի բան զիջենք Ադրբեջանին եւ իրանց հետ լավ հարաբերություն կունենան։ Ես դա չեմ ասում, որպես աջակցություն, ասենք մեր հիմիկվա անդիմադիր ուժերին, որոնք հիմա իմ կարծիքով տրամաբանորեն հակառակն են անում, թե ինչա պետք անել իշխանափոխության հասնելու համար։ Ես ուղղակի դա փորձում եմ օբյեկտիվ ասել։ Նիկոլ Փաշինյանը շատ վատ քաղաքականություն է իրականացնում, արտաքին քաղաքականության մեծ մասը շատ վատ է իրականացնում։ Բացարձակապես կարիք չկար Իսրայելի հետ ժամանակին հաստատել դիվանագիտական հարաբերություններ, դա վիրավորելու էր Իրանին եւ պատահական չի բացարձակապես, որ Իրանը առաջին շնորհավորողներից մեկը եղավ Ադրբեջանին տարածքային ամբողջականություն վերականգնելու հետ կապված։ Մեզ ինչ օգուտ դա տվեց, չգիտեմ, ինչ վնաս տվեց, ակնհայտ է թե ինչ վնաս տվեց։ Ինչու պետք է պատրաստ լինենք Բաքեն։ Պետք է հաշվի առնելով, որ Իրանից արդեն բավականին շատ փաստականներ կան, որ Հայաստանի տարածքում են եւ նախ այդ փաստականները պետք է պահել շատ լուրջ ուշադրության կենտրոնում։ Իրանց ուղղակի թույլ տալ, որ իրանք շրջեն Երևանի փողոցներում կամ առհասարակ մեր սահմանամերձ շրջաններում, որ ավելի վտանգավոր է իմ կարծիքով, քան Երևանի մեջ իրեն շրջելը, չի կարելի հաստատ, որովհետեւ մենք հասկանում ենք, որ այնտեղ շատ են լինելու էթնիկ ադրբեջանցիները, ինչքան էլ որ իրանք մեծ տարբերություն կա Իրանի ադրբեջանցիների եւ ադրբեջանցիների միջև, ամենայն դեպս արյունը ջուր չի դառնում։ Իրանց մեջ անպայման կգտնվեն նրանք, ովքեր որ սադրիչներ կգտնվեն նկատի ունեք։ Եվ սադրիչներ եւ ամենավտանգավորը հետախույզներ կգտնվեն, լրտեսներ կգտնվեն։ Իրանցից շատ-շատերը իդեալական տիրապետում են հայերենի, կարող են գալ ընդունել աշխատանքի իմ կամ ձեր կազմակերպություններում եւ աշխատեն որպես հայ, որ մեկս ենք ընկնում ստուգենք Իջևանի որ գյուղից երեսի օրինակի համար, որ եկել է ներկայանում է, ասում է ուզում եմ աշխատեմ։ 90%-ն էլ բիզնեսների
գոնե փորձաշրջանի շրջանում չեն գրանցում այդ աշխատողներին։ Գրանցելուց էլ գարան խնդիր չունենան, լավ լրտեսը, լավ հետախույզը անպայման այնպիսի փաստաթղթեր կունենա, որ հանգիստ կգրանցվի ձեր մոտ աշխատող ու ինչ որ հնարավոր է տակից անելու կանի ի վնաս քո ազգին քո պետությանը։ Էդի հիմա օրինակ չգիտեմ թե ինչի համար է մեր ազգային անվտանգության ծառայության ղեկավարին հեռացրել աշխատանքից վարչապետը, չեմ կարող ասեմ, դա այն պաշտոնը զբաղեցնող մարդն է, որին որ կարան վարչապետներ փոխվեն երկրում, երկրի ղեկավարներ, բայց իրանք պետքա մնան։ Իսկ մենք շուշուտ փոխում ենք ինչ որ, դա շատ սխալ է։ Այսինքն սա բավականին մեզ համար վտանգավոր Ես իրավիճակ է կարծում գուցե այս մարդը ասենք այնպեսի բան ունի արած, ինչի համար Փաշինյանը չի կարա հայտարարի ասի այս սրա համար եմ հանում, որովհետև դա ազգային պետական եւ ռազմական ասենք գաղտնիք պարունակող ինֆորմացիա է, գուցե չեմ կարող ասել, բայց նմանատիպ հանգստանալու հոգնել է։ Դե դա ես ինչ ասեմ, օրինակ համար ոնց կարելի է ասենք այս իրավիճակում ազգային անվտանգության ծառայության ղեկավարին ուղարկել պարզապես թոշակի, այդպես չի լինում, կամ կա տակը ինչ-որ մի հատ լուրջ բան, որը չեն կարողանում ասել, կամ հերթական էքսցենտրիկ ինչ-որ մի հատ գործողություն է վարչապետի կողմից, որը չի կարելի։ Մեր սահմանների մոտ հիմա կատարվում է այն իրադարձությունը, որ ազգային անվտանգությունը հիմա մեր մոտ իմ կարծիքով նույնիսկ պետք է ավելի մեծ ուշադրություն, հոգատություն ստանա պետության կողմից, քան նույնիսկ բանակը, որովհետև զինվորը սահմանում կանգնած կամ ասենք բունկերում նստած, որ պետք է ռակետ կրակի, ինչ որ հրթիռ արձակի եւ այլն, ինքը այս բանը ավելի քիչ անելիք ունի, քան այդ կոնկրետ փախստականները, որոնք պիտի մտնեն Հայաստան, այդ մարդկանց հետ աշխատանք տանելը։ Իրանք հիմա գալիս են, իրանց մեջ որոշ մարդիկ կան, Իրանի ժողովրդի հանդեպ մեծ հարգանք եմ տածում։ Իրանց մեջ շատ մարդիկ գալիս են այստեղ դինամիտներ դնելու մեր շենքերի տակ։ Ո՞վ այդ մարդկանց վերահսկելու։ Ոնց կարելի է ասենց պատասխանատու պահի ամենագլխին կանգնած, ամենակարևոր, ամենակոմպետենտ փաստորեն մարդուն հանել աշխատանքից։ Եթե Փաշինյանը ունի ինչ-որ մի հատ ինֆորմացիա, որը մենք չունենք, թող Աստված տա այդպես լինի։ Եթե այդպես չի, ուրեմն սա հերթական շատ սխալ չհաշվարկված ու էմոցիաների ազդեցության տակ արված ինչ-որ գործողություն։ Ընդ որում Արմեն Աբազյանին աշխատանքից հեռացնելու փաստը շատ վրդովեցրել է նաև անհետ կորածների ծնողներին։ Դե նույնպես անընդհատ որտեղ մտածում եմ, որ այսպես փակում են երեխաների այդ կորած տղաների էջը, այնպես որ խաղում են այդ գործը, ինչպես իրենք են ասում։ Նույնիսկ ոստիկանության հետ որոշակի այսօր հերացի փողոցը փակելու ժամանակ եղան բախումներ, մարդիկ պահանջում են, որ ամեն դեպքում իմանան այսուհետ ում հետ են աշխատելու, որտեղ բավականին շատ աշխատանքներ արված։ Նշանակվի գոնե, բավականին շատ դա հասկանում եմ, այնց նաև դրա համար չի կարելի հաճախ փոխել նման կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց չի կարելի այդքան հաճախ փոխել։ Նշանակելուց առաջ մի հատ լավ գոնե տնտղեք, եթե այդպես է դուք վստահ չեք։ Նոր նշանակեք, եթե նշանակել եք, ուրեմն միշտ ապեք հեռացնել, գուցե այդ մարդը, որը որ նույնիսկ ինչ-որ սխալ է թույլ տվել, հետո մի քիչ աշխատանք տանեք, ինքը սկսի ավելի ճիշտ իր գործունեությունը կատարել։ Այդքան հեշտ չի կարելի ասել։ Սամվել Կարապետյանի ձերբակալման հետ կապում եք այդ աշխատանքից ազատման կամ լուրեր, որ չի ենթարկվել հրամանի եւ չի փորձել կատարել կալանավորման գործընթացը։ Չեմ կարծում։ Դե ինչ ասեմ, եթե մենք այդպես զրուցարանի մակարդակի խոսակցություն վարենք, կարող եմ իհարկե ասեմ, որ հաստատ դրանք դեմքով են իրար նման, գուցե բարեկամական կապ ունեն իրար, ես ինչ իմանամ, չգիտեմ, բայց համընկնումները շատ են։ Ասենք հիմա համընկնումը դա նրա հետ, որ եկեղեցու հետ մենք փաստորեն կոնֆլիկտ ունի իշխանությունը, այդ իրավիճակը Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, Իրան-Իսրայել հակամարտությունը, Թուրքիա Փաշինյանի այցը բազմաթիվ բաներ կան, որոնք համընկնում են հենց այն պահի, ներկայումս մի ժամ առաջ նաև կառավարության շենքի դեմացային արցախահայերը